Հնդկաստանի Բենգալիա նահանգում նիպահ վիրուսի նոր բռնկումը անհանգստացրել է Չինաստանին և հարավ-արևելյան Ասիայի երկրներին, ստիպելով ուժեղացնել սանիտարական հսկողությունը օդակայաններում։ Վիետնամում բնակիչները մի լավ ծանրութ հետև են անում, նախքան միրգ կամ բանջարեղեն գնելը։ Նիպահը չափազանց վտանգավոր վիրուս է, որը տարածում են պտղակեր չղջիկները։ Մարդիկ վարակվում են այս կենդանիների թքի, մեզի կամ արտաթորանքի հետ անմիջական շփման միջոցով, դրանցով աղտոտված սննդին դիպչելիս։ Վարակը կարող է փոխանցվել նաև հիվանդ խոզերի, ձիերի, այծերի կամ ոչխարների հետ շփման արդյունքում։ Նիպահի ախտանիշները սկսվում են վարակվելուց 5-ից 14 օր անց և սկզբնական փուլում նման են գրիպի՝ բարձր ջերմություն, գլխացավ, կոկորդի ցավ, մկանային ցավեր և փսխում։ Հիվանդի վիճակը կարող է կտրուկ վատանալ, սուր շնչառական անբավարարություն, էնցեֆալիտ, ուղեղի բորբոքում։ Ծանր դեպքերում լինում են ցնցումներ, հիվանդն ընկնում է կոմայի մեջ։ Վարակից խուսափելու համար անհրաժեշտ է երբեք չօգտագործել գետնին ընկած մրգերը, տեղը տեղին լվանալ և կեղևազրկել։ Կարևոր է խուսափել այն վայրերից, որտեղ չղջիկները բնակվում են և չդիպչել հիվանդ կենդանիներին առանց պաշտպանիչ ձեռնոցների ու դիմակի։ Նիպահի դեմ դեռևս չկա պատվաստանյութ կամ դեղամիջոց։ Մասնագետները նշում են, որ այն COVID-19-ի պես արագ չի տարածվում։ Դա նվազեցնում է համաշխարհային պանդեմիայի հավանականությունը։ Հայաստանում հիվանդության տարածման ռիսկերը ցածր են, հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Ըստ գերատեսչության, վարակը փոխանցող մրգակեր չղջիկները տարածված չեն մեր երկրում։